Եկեք 50,000 դրամ անենք նվազագույն թոշակը, առավելագույն անենք 200,000 դրամը, հետևաբար չեն գտնվի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք կստանան ավելի բարձր թոշակ, քան 200,000 դրամն է, արդար է։ Եվ եկեք սահմանենք նվազագույն աշխատավարձ հասկացություն, դա ո՞րն է, նվազագույն աշխատավարձը սահմանենք պայմանական 100,000 դրամ, որ գործատուն դրանից պակաս չպետք է աշխատավարձ տա իր աշխատողին, եւ սահմանենք առավելագույն աշխատավարձ 500,000 դրամ։ Այսօրվա վարչապետը, ազգային ժողովի նախագահ, երկրի նախագահ, ՍԴ նախագահ, նախարարները, պատգամավորները 500,000 դրամից ավել աշխատավարձ չստանան։ Պատկերացնում եք ինչ գումարներ կգեներացվեն, կխնայվեն պետական բյուջեում։ Ասեմ ավելին, եթե 230,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացին իր աշխատավարձով է հոգում աշխատանքի վայր հասնելը եւ վերադառնալը եւ սնվելը եւ պարգևավճարներ չի ստանում, այդ նույնը պետք է կիրառվի պետական կառավարման ողջ ապարատի վրա, այսինքն առավելագույնը 500,000 դրամ, չես ուզում աշխատես, գնա Չելյաբինսկ ասֆալտ փռի, ոչ թե պատգամավոր աշխատի, չես ուզում աշխատես, գնա, չգիտեմ, Սուրգուտ գազի խողովակ, փռի, մեկ ուրիշը վստահեցնում ձեզ նախարար կուզենա աշխատել ձեզանից ավելի լավ։